Երևույթ վարչական շրջանում արդեն տևական ժամանակ է մեկնարկել են շինարարական լայնածավալ աշխատանքները։ Ասֆալտապատումից մինչև կրթամշակութային հաստատություններում կատարվող շինվերանորոգման և բարեկարգման աշխատանքներ, հիմնանորոգվող ճանապարհներից մինչև նոր կանաչ գոտիների կառուցում։ Կատարվող աշխատանքները գտնվում են վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանի ուշադրության կենտրոնում։ 2014 թվականի տարեկան ծրագրով մայրաքաղաքում հիմնանորոգվող փողոցների շարքում է նաև Աթոյան փողոցը, որտեղ հիմնանորոգման աշխատանքներն արդեն սկսվել են։ Շինվերանորոգման և բարեկարգման աշխատանքներ են կատարվում նաև 69 մանկապարտեզում և 11 գրադարանում, այստեղ հին պատուհանները փոխարինվում են նորերով, կատարվում են սալիկապատման աշխատանքներ։ Շուտով անհրապույր գրադարանն իր ընթերցողներին կներկայանա նոր տեսքով և ավելի հարմարավետ ընթերցասրահներով։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի համաձայն մեկնարկել են նաև մայրաքաղաքի ասֆալտապատման հիմնական ծրագրերի ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաև ուշադրության կենտրոնում են բակային հատվածներում կատարվող ասֆալտապատման աշխատանքները։ Բավական երկար ժամանակ է 69 մանկապարտեզում կատարվում է լայնածավալ մեծ շինարարական աշխատանքներ, որի համար եւ ծնողները եւ բոլոր անձնակազմը շատ ուրախ են, որ վերջապես ազատվեցինք եւ հին գույքից եւ արդեն կարելի է ասել, որ գեղեցկացավ թե մանկապարտեզը, թե շենքը, շենքային պայմանները մեզ ավելի հարազատ, ավելի գեղեցիկ դարձավ։ Տանիքը հիմնովին վերանորոգված է, սանհանգույցները հիմնովին վերանորոգված են, ստացել ենք բավականին մեծ քանակությամբ գույք, մահճականներ, սեղաններ, աթոռներ և խոհանոցը հիմնովին վերանորոգված է։ Հիմա նորից գտնվում ենք շինարարական աշխատանքների մեջ։ Մեր անձնակազմը, մեր 69 մանկապարտեզի ողջ անձնակազմը, երեխաների, ծնողների, բոլորի կողմից ես շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետից, պարոն Տարոն Մարգարյանից և վարչական շրջանի ղեկավարից այս գեղեցիկ նախաձեռնության համար։ Մենք վաղուց երազել էինք, փաստորեն մեր երազանքը իրականություն դարձավ։ Երրորդ տարին է մասնակցում ենք բակային տարածքների նկարազարդման աշխատանքներին, բավականին բակեր ենք նկարազարդել, հիմա աշխատում ենք Խաղողդոնի տարածքում, խմբեր ունենք աշխատող Արցախ փողոցի վրա, Տիգրան Մեծի հաճույքով ենք աշխատում, մանավանդ որ բարեկարգում են հարակից տարածքները, բնակիչները մեծ ոգևորությամբ ընդունում են, ողջունում են։ Անգամ երեք այնքան էին ոգևորված, այս տարածքը մաքրեցին, բարեկարգեցին, մեկը մյուսին նկատողություն են անում, նկարից հեռու մնացեք, չկեղտոտեք, չթափեք, բարենպաստ ազդեցություն ունի։ Երևանի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանը շրջում է, նայում, անընդհատ հետաքրքրված է մեր աշխատանքներով։ Մեր նախընտրությանն է թողնված, հիմնականում վերցնում ենք մանկական թեմաներ, քանի որ մանկական խաղահրապարակներին հարակից տարածքներն են։ Երևանի վարչական շրջանի ղեկավարի աջակցությամբ ամբողջությամբ վերանորոգվում է նաև Արտաշեն 6-րդ փողոցի 62D շենքը, որտեղ վերջերս տեղի էր ունեցել հրդեհ։ Վարչական շրջանի ղեկավարի կողմից օգնություն է տրամադրվել նաև այրված բնակարանն ամբողջությամբ վերանորոգելու համար։ Բնակարանը այրվելուց հետո մենք դիմել ենք մեր թաղապետարան, որից շատ շնորհակալ ենք։ Իրանք մեզ տրամադրել են տան վերանորոգման համար կաճ, էլեկտրական հոսանքի կաբելներ ամբողջովին, ինչ որ մենք խնդրել ենք, իրանք մեզ հատկացրել են։ Վերանորոգվել է մեր ընդհանուր շենքի մուտքը, մեր տանիքը,
պատուհանները ամբողջովին, որի համար շատ շնորհակալ ենք մենք։ Վարչական շրջանի ղեկավարին Արմեն Հարությունյանին մեր ընտանիքի կողմից շատ շնորհակալություն, որ մեզ տրամադրեց այս նեղ պահին ամեն